Հարուսարշավը մոտերում է ավարտին, արդեն կողմնորոշվել եք, թե ում եք ընտրելու։ Ես շուտվանից եմ կողմնորոշված։ Բա իհարկե։ Ոչ մեկին էլ չեմ ընտրելու։ Ոչ մեկից էլ սպասելիքներ չունեմ։ Իհարկե։ Անպայման։ Այո։ Այնքան շատ են, մոլորվել ենք։ Կմասնակցեմ, բայց դեռ չեմ կողմնորոշվել։ Կողմնորոշվել եմ, բայց չեմ բարձրաձայն։ Այո։ Այո, կողմնորոշվել ենք։ Երևի ես էլ դնել տեխնացուն ինքս ինձ ընտրել։ Այո։ Ընտրությունը դժվար է։ Ավելի ճիշտ Վարդան Ղուկասյանին կընտրեմ։ Դա Դոք քֆուր տայում անգա, մեկը նրանք ուրիշ ձևով են քֆուր տալիս, սրանք էլ ուրիշ ձևով են քֆուր տալիս, այլ ուրիշ ձևով քֆուր տալիս։ Նես որ կատակ, ով ուզում ալնի, մենակ իմ ազգի համար լավ լինի։ Ձեր կարծիքով ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների քանի տոկոսը կմասնակցի ընտրություններին։ 50, 60, 40, 60 на 40 или 50 на 50 вот так։ 70% կմասնակցեմ։ Ես կարծում եմ այս տարի շատ է եղնել ընտրությունը։ 40-ից 50%, այս անգամ կարող է 50%-ը մասնակցել, մաքսիմում։ Քարոզարշավների ընթացքը ձեր ընտրության վրա որևէ կերպ կարող են ազդել, թե ոչ։ Ոչ։ Քիչ է թողել։ Հիմնականում չկողմնորոշված ենք եղել։ Այո, կարող է, որտեղ շատ վատ քարոզարշավ են անցկացնում, շատ վատ, շատ անհարմար, ամոթ, շատ հայհոյանքախառը եւ բունեությանը բոլորովին չնպաստող։ Քարոզարշավների ընթացքին հետևել եք։ Շատ քիչ նորվեգ ազդում է, սա ինչ որ խոսում են թուրիմացություններ։ Հետևել ենք։ Հերոստացույցով այո, նույնիսկ չէ։ Հա, հետևում եմ հերոստացույցով, հեռախոսով։ Աշխատանքի մեջ եմ, շատ ժամանակ չունեմ, կուզենամ անձամբ ներկա լինել, բայց ժամանակ չունեմ։ Քարոզարշավները այո, որովհետև նայել ենք ով ինչ պահվածք է դրսևորում, ով ինչ կանը մանիպուլացնում, ով ինչ փափուկ ուժ կիրառում, ազդելու համար ավելի ոչ տեղեկացված տգետ վրա բնականաբար։ Եվ այո։ Հետևել եմ նաև կարդացել եմ ծրագրերը եւ ուղղվածությունները, օրինակ ինձ զարմացրեց, որ հիմնականում չկա սոցիալական, այսինքն ձախական ուժեր չկան, իսկ դու չի գարնիս այս վայրի ընտրապայքարը, հայոյախառն, ինչ որ աննորմալ վիճակներ, ինչ որ ռիլեր եմ տեսնում, որ ես ուղղակի ապշում եմ, ոնց կարելի ասենք, մարդիկ ոնց կարող են իրար հետ հարաբերվել նման ոճով։ Ես իմ ձայնը տալիս եմ մեր արժանապատիվ, արժանավայել մարդու ու խորհուրդ եմ տալիս, որ մենակ ինքը կրա մեր երկիրը փրկի։ Ձեր աչքի առաջ կա մոտավորապես պատկեր, կարող եք նշել 3-4 դաշինքի կամ կուսակցության անուն, որոնք ձեր կարծիքով կլինեն ազգային ժողովում։ Ոչ, չեմ կարող։ Կանցնի գործող իշխանությունը կանցնի խորհրդարան, այդտեղ շատ գործոններ կան, որ կանցնի նաև ինձ թվում է այդ Սամվել Կարապետյանի դաշինքը, չգիտեմ, անուն Ուժեղ Հայաստան, մնացածը չեմ կարող ասել հստակ։ Հավանականություն մնում է Սամվելի, Քոչարյանի, մեկ էլ Նիկոլի միջև։ Դրա այդ 3-ից 1 կլինի ինձ թվում է։ Առաջ ասված մնաց 3 օր։